Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը համայնքային ոստիկանության Մարաշի բաժին է ներկայացրել Love Mini 9 տիպի մարտական ատրճանակ լիցքավորված 3 փամփուշտով։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի զենք զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Հոկտեմբերի 22-ին ոստիկանություն զանգահարած տաքսի ծառայության վարորդը հայտնել է, որ ուղևորը Երևանի Խուդյակովի փողոցում ուղևորը վճարել է կեղծ 20,000 դրամանոցով։ Ոստիկանության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կեղծ թղթադրամն իրացրել է Եղվարդ քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իբրև ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, վերցրել սեղանին դրված փոշիանման զանգվածը և հայտնել թմրամիջոց հայտնաբերելու մասին։ Արդյունքում ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք օտարերկրացուն և իր ընկերոջը բաժին տեղափոխելու պատրվակով շահադիտական դրդումներով հետագայում գումար պահանջելու դիտավորությամբ նստեցրել են ավտոմեքենան և ուղևորվել Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ, այդ կերպ խաբեությամբ առևանգելով նրանց։ Այնուհետև առերևույթ հանցանք կատարած անձինք սպառնալով, որ կհրապարակեն օտարերկրացու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, պահանջել են գումար և Երևան հասնելուն պես օտարերկրյա քաղաքացին իր և ընկերոջ կյանքի և առողջության նկատմամբ իրական վտանգ զգալով փոխանցել է առանձնապես խոշոր չափերով 14,281,560 ՀՀ դրամին համարժեք կրիպտոարժույթ։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Դրանք են մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, առանձնապես խոշոր չափերով շորթում։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը։ Երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Խոշոր ավտովթար Տավուշի մարզում, Տավուշ գյուղում բախվել են Մերսեդեսն ու Հյունդայի ավտոբուսը, վերջինը հայտնվել է անտառում, կա 11 վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում։ Վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարները, շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են Տավուշ բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում։ Հոկտեմբերի 19-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները հերթական թմրանյութի հայտնաբերման դեպքն են բացահայտել Երևանում։ Այդ օրը Շենգավիթի ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Վահան Ե-ն իր կողմից շահագործվող Նիսան Մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ է պահում։ Տեղում Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է Շենգավիթ վարչական շրջանի Կողբի նրբանցքերից մեկով և ոստիկանները ժամանել են նշված հասցե, որտեղ էլ նկատել են կասկածելի Նիսանը ու կարողացել են վնասազերծել վարորդին, ում էլ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ձերբակալման ժամանակ կասկածյալը, ով 25-ամյա Վահան Ե-ն է, Նիսան մեքենայի միջից դուրս է նետել պայուսակ, որը հայտնաբերվել է ոստիկանների կողմից, իսկ պայուսակում եղել է մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածով լցված կապույտ կպչուն ժապավենով փաթեթներ։ Արդեն տեղում փաստերի ճնշման տակ Վահան Ե-ն հայտարարել է, որ պայուսակը և այնտեղ հայտնաբերված կասկածելի փաթեթները ինքը ձեռք է բերել Telegram հավելվածից 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, և այդ ամենը պետք է տեղադրեր Կողբի նրբանցքի տարբեր հատվածներում։ Յուրաքանչյուր փաթեթի տեղադրման համար ինքը ստանալու էր $10 համարժեք դրամ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշման Վահանյեն ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Շամշանքոմի տեղեկություններով քննիչի կողմից առևանգվել է թվով 20 փաթեթ մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված ընդհանուր 9.23 գրամ քաշով, որից 1 փաթեթը տեղադրված է եղել նշված վայրում իրացնելու նպատակով։ Նիսանը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։